Ընդհանուր առմամբ նշենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների, ինչպես նաև դրանց հետ զուգակցված ընտրողի ազատ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ նյութապես շահագրգռելով հավաքներին մասնակցել ապահովելու դեպքերով վարույթ է իրականացվել 199 քրեական վարույթ, այսինքն շուրջ 200 քրեական վարույթ է։ Վարույթով նախաքննություն է իրականացվել առ այսօր 193 անձի վերաբերյալ մեղադրական ենզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 72 քրեական վարույթ ներկայումս նախաքննության փուլում է եւ այդ քրեական վարույթներով կա էսպայի դրությամբ 81 մեղադրյալ, սակայն դեռևս հանրային քրեական հետապնդումներ են հարուցվում նոր անձանց նկատմամբ նախաքննությամբ ստացված բավարար ապացույցների զամբյուղ եւ որ լինում է հանրային հետապնդում հարուցելու հետ կապված ներկայացման միջնորդություններ եւ այդ process-ը դեռևս շարունակվում է։ Ընդհանուր 263 անձ է ձերբակալվել այն շուրջ 200 քրեական վարույթով, 287 անձի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել, 121 անձի նկատմամբ կա ընտրված անազատության հետ կապված խափան միջոց, կալանք եւ տնային կալանք, իսկ 145-ի հետ կապված այլընտրանքային խափան միջոցներ։ Հիմնականում դրանք վերաբերել են Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայաստան կուսակցությունների դաշինքներին եւ հիմնականում այդ տեսանյութերը, որոնք հրապարակվում են, երբ որ հանրային հետապնդում է հարուցվում եւ արդեն իսկ ձերբակալություններ են տեղի ունենում եւ գաղտնի միջոցառումները արդեն իսկ սպառված են լինում եւ այդ ժամանակ մինչ այդ դա չի հրապարակվում, որովհետեւ բնականաբար անձին կտեղեկանան իրենց նկատմամբ ունեցած քրեական վարույթի, քանի որ անհետաձգելի քննչական գործողություններ իրականացվում, այստեղ խոզարկություններ են իրականացվում ապացույցներ ստանալու համար եւ այստեղ գաղտնիությունը պահպանելը անհրաժեշտություն է։ Ինչ վերաբերում է այդ տվյալները ստանալուն, հետեւյալ գործընթացն է տեղի ունենում։ Նախ, երբ որ ստացվում է կոնկրետ անձի վերաբերյալ օպերատիվ տվյալ, օրինակ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություն կատարելու հետ կապված, օպերատիվ հետախուզական ստորաբաժանումներն իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Մի դեպքում դա կարատևի 2 ամիս, մի դեպքում 3 ամիս։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը հստակ կարգավորում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվում է 2 ամիս ժամկետով։ Եվ կա առավելագույն ժամկետ, դա 12 ամիսն է։ Եվ այն պահից, երբ որ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ստացվում է բավարար տվյալ անձի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու մասին, ապա այդ օպերատիվ տվյալը ներկայացվում է դրա հիման վրա արարևույթ հանցանքի մասին հաղորդում եւ այդ ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները որպես համապատասխան փաստերը հաստատող նյութեր կցվում են հաղորդման եւ ներկայացվում են քննիչին։ Մի դեպքում կարող է 2 ամիս իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ համապատասխան փաստական տվյալներ ստացվի, մի դեպքում 4 ամսվա ընթացքում եւ դրանից հետո արդեն քննիչը ստանալով ուսումնասիրում է դրանք, զննում է նախ այդ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները, պարզում արդյոք դրանք բավարար են հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, նույնիսկ կարող է իրականացնի ապացուցական եւ վարորդային այլ գործողություններ, եւ եթե որոնք ընդ որում քննիչն իրականացնում է կամ ենթադրյալ հանցանքի դեպքը հաստատելու կամ հերքելու, այսինքն անկողմնակալ մոտեցում է այստեղ դրսևորվում, եւ եթե հաստատվում է ենթադրյալ հանցագործության հետ կապված տվյալները եւ բավարար են դրանք հանրային հետապնդում հարուցելու համար ներկայացվում են համապատասխան միջնորդություններ եւ հանրային հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո արդեն իսկ դրան հետևում են ձերբակալությունները եւ ավելի բաց, այսպես ասած, միջոցառումները, ապացուցական վարորդային գործողությունները։ Անձի մասով եք սկզբում ստանում, թե ձայնագրություն է ձեզ սկզբից հասնում, այսպես ասած։ Ձայնագրությունները ոնց են ձևավորում դրանք, օրինակ ստացվում է կոնկրետ X անձի վերաբերյալ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն նախ փորձվում է անձի սահմանադրական իրավունքը ավելի քիչ սահմանափակող օպերատիվ հետախուզական միջոցառումներով ստանալ տվյալներ, այդ փաստը հերքող կամ հաստատող տվյալներ։ Եթե դրանք հնարավոր չի սպառվում, այսինքն իրականացվում են ավելի խիստ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այսպես ասած, որոնք ավելի շատ են սահմանադրական իրավունքը անձի սահմանափակում մասնավոր ընտանեկան։ Խոսքը ներքին դիտում, թվային այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում եւ այդ վերահսկման արդյունքում նոր ստացվում են ձայնագրությունները։ Դրանք այն միջոցառումները, որոնք իրականացվում են բացառապես դատանի որոշման հիման վրա, այսինքն դատական երաշխիքը հաղթահարվում է եւ դատանը գնահատում է, որ ստացած տվյալները բավարար են, որպեսզի անձի սահմանադրական իրավունքը
կոնկրետ որոշման մեջ նշված ժամկետում սահմանափակվի, իրականացվեն այդ օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Եվ այդ միջոցառումների արդյունքում արդեն իսկ ժամանակահատվածը որևէ մեկը չի կարող կանխատեսել։ Հստակ կա, որ 2 ամիս ժամկետով պետք է իրականացվի, օրենքով սահմանված կարգով կարող են երկարացվել եւ կա առավելագույն ժամկետ։ Բայց երբ կստացվի այդ ենթադրյալ հանցագործությունը, կարող է իրականացվի եւ չստացվի, եւ այդպիսի դեպքեր են լինում, երբ որ տվյալը չի հաստատվում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, եւ հետեւաբար առավոտ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացվում, վարույթներ չեն նախաձեռնվում։ Եվ եթե այդ վարույթն նախաձեռնվեց, բնականաբար այդ փաստը գաղտնի է պահվում, մինչև երբ որ կստացվեն արդեն իսկ հանրային հետապնդում հարուցելու մասին որոշումներ եւ կիրականացվի արդեն իսկ ձերբակալությունները եւ անձիկ արդեն կիմանան։ Եվ հիմնական տեսանյութերը հրապարակվում են հենց այդ իրացումից հետո, այսպես ասած, խոսակցական լեզվով ասած, տվյալների իրացումից հետո։ Երբ որ արդեն իսկ կան ձերբակալություններ, կան մեղադրյալներ, այդ պահին նոր կամ տվյալ օրը կամ դրան հաջորդող օրին հրապարակվում են ձայնագրություններ, առնես մոտ։ Իսկ մի ձայնագրությունը հենց մեկ վարույթի շրջանակում է լինում։ Հնարավոր է տվյալ քրեական վարույթով ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ տվյալ ստացվի մի քանի անձի վերաբերյալ եւ լինեն մի քանի ձայնագրություններ։ Տեսեք, այդ ձայնագրությունները շատ է խոսվում օրինակ մոնտաժված լինելու մասին եւ փորձարվում ձևավորել հանրային ընկալում, թե մոնտաժում նշանակում է կեղծել, բայց մոնտաժել չի նշանակում կեղծել, որովհետև մենք հասկանում ենք, որ օպերատիվ հետախուզական միջոցառումը իրականացվում է օրինակ 2-3 ամիս, բնականաբար 2-3 ամիս տվյալ անձը միայն հանցանքի մասին չի խոսում, կենցաղային զրույցավարում, այդ խոսակցությունները տեղեկություններ են պարունակում նրա մասնավոր ընտանեկան կյանքի գաղտնիության մասին եւ մոնտաժման նպատակը դրանց իրավական նշանակություն ունեցող տեղեկությունները հնարավորինս անջատելն է, որպեսզի հրապարակվեն այնպիսի տվյալներ, որոնք հաստատում են ենթադրյալ հանցագործություն կատարելու։ Այսինքն դրանց անմիջականորեն նախորդող, հաջորդող խոսակցությունները հնարավորինս մոնտաժվում են եւ բայց կոնկրետ անձի խոսակցությունը, անձի ասվածը ամբողջական է ներկայացվում, այսինքն հնարավոր չի այնտեղ բառերը փոխարինել եւ այլն, այդ մոնտաժի մասին չի խոսք, այսինքն կոնկրետ ժամանակահատված է կտրվում եւ համատեքստի մեջ, ամբողջական համատեքստի մեջ հնարավորինս առանձնացնելով փորձանալու ներկայացվի, որովհետեւ անձի մասնավոր ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի խախտում այստեղ տեղի չունենա։ Պարոն Ասատրյան, իսկ կարող ենք նշել, թե քանի ձայնագրություն կամ քանի վարույթ կա տվյալ կուսակցության մասով, օրինակ չգիտեմ, ուժեղ Հայաստանի մասով քանի վարույթ կա, Հայաստան Դաշինքի վարչավարչի միասնության թվերն ոնց որ թե մեկն է։ Ես կդժվարանամ կոնկրետ թվեր հիմա նշեմ, բայց մենք երբ որ արտադրության նախարարին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել էր միջնորդագիր գրությամբ, որտեղ նկարագրել էր այն տարածված սխեմաները, որոնք դրսևորվել են հայաստանության բոլոր մարզերում առանց բացառության եւ Երևան քաղաքի վարչական շրջանների գերակշիռ մասում, այնտեղ նկարագրվել էին այն հիմնական տարածված սխեմաները, քողարկման մեխանիզմները, թե ինչում են դրսևորվել այդ ենթադրյալ հանցանքի կատարումները եւ այդտեղ կոնկրետ քարտեզի տեսքով նաեւ նշվել էր, թե որ մարզում, որ կուսակցության վերաբերյալ քանի քրեական վարույթ կա, բայց այստեղ նաև քրեական վարույթի թիվը կարող է շփոթեցնի մեզ դրա իրական ծավալների մասին, ինչու։ Առաջին պատճառը հետևյալն է, որ տեսեք, օրինակ նախկին հունիսի տվյալներով 121 քրեական վարույթը վերաբերվել էր 549 դեպքի։ Այսինքն մենք կարող ենք խոսենք 100 վարույթի մասին, բայց այդ 100 վարույթը կարող է վերաբերվի 300 դեպքի մասին, որտեղ մի վարույթը կարող է նախաձեռնվի, օրինակ 5-6 դեպքի առթիվ, ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ եւ ամեն մի դեպքով էլ կարող է վերաբերվի 2-3 անձի մասով, այսինքն միայն մի թիվ ասելով վարույթի հնարավոր չի ամբողջական պատկերացում կա։ Վերաբերում են օրինակ քաղաքապետանի X պաշտոնյայի կողմից իլիազոսները չարաշահելուն եւ այլ հանցագործություններին եւ հետագայում ել ավելի է զարգանալու այս process-ը, որովհետեւ հրապարակայնությունը, թափանցիկությունը ավելի մեծ նախ հակակոռուպցիոն կոմիտեի պարտականությունն է դա լինել հենց թափանցիկ հաշվետվողական հանրության առաջ եւ երկրորդ հերթին կանխարգելումը ցանկացած իրավապահմանի, հենց նաև հակակոռուպցիոն կոմիտեի սուրբ պարտականությունն է, որովհետև առավել մեծ արդյունք է հանցագործությունը կանխարգելելը, քան դրանք բացահայտելը եւ քննելը, որովհետև բացահայտել եւ քննել նշանակում է, որ չի կանխարգելվել եւ արդեն իսկ ունենք մենք վատ արդյունքը եւ փորձում ենք քննությամբ վերացնել դրա հետևանքները։
բայց կանխարգելումը շատ մեծ կարևորություն ունի։ Իսկ լատենտային հանցագործների դեպքում, երբ որ չկա, տեսեք, օրինակ, երբ որ խոսում ենք պետական գույքի վատման մասին եւ այլն, կա պետություն, ով որ տուժողն է, պետական համապատասխան մարմին, իդեմս չգիտեմ, որևէ նախարարության կամ որևէ մարմնի, ով որ իր գույքի վատման մասով, երբ որ ստուգում իրականացես, դիմում է, ասում հակակոռուպցիոն կոմիտե, հաղորդում, խնդրում եմ քննի, կամ վերահսկող մարմինն է, բայց ընտրակաշարքի դեպքում եւ այլ լատենտային հանցագործների դեպքում չկա շահագրգիռ կողմ եւ այստեղ կոնկրետ կանխարգելման նկատմամբ պետք է ավելի մեծ ուշադրություն ցուցաբերվի եւ հասարակության ներգրավվածությունը ավելի ակտիվ պետք է լինի, որտեղ ինչքան ակտիվ եղավ հասարակությունը, այդքան ավելի շատ հանցագործության դեպքեր ենք բացահայտելու կամ կանխարգելելու։ Գումարային կա տվյալ, թե ինչքան է արգելվել։ Մենք խուզարկություններով տարբեր չափերի գումարներ ենք արգելավել, դոլարային տեսքով, դրամային տեսքով, նույնիսկ մենք ունենք դեպք, երբ որ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ստացվել է փաստական տվյալը, որ օրինակ 10,000 դրամի չափով գումարը բաժանվելու է կոնկրետ անձանց։ Մենք խուզարկություն ենք կատարել եւ այդ անձին ովքեր արել են, հենց այդ գումարները հայտնաբերել ենք իրենց մոտից, հենց 10,000 դրամ անոց կապոցներով, երբ որ պետքա բաժանվեին, ցուցակներ։ Մենք խուզարկություններով մի քանի հարյուրավոր խուզարկություններ է իրականացվել եւ այդ խուզարկություններով մենք հայտնաբերել ենք նաեւ գրառումներ, կրիչներ էլեկտրոնային, փաստաթղթեր, որոնք զննվել են եւ այդ զննությամբ պարզվել են կոնկրետ մեխանիզմներ, գումարի բաժանման չափեր, գումարի չափեր, անձանց տվյալներ, թե ում պետքա բաժանվեին այդ գումարները եւ հնարավորինս վերականգնվել է շատ դեպքերում այն մեխանիզմը, որը պետքա գործեր։ Այդպիսի գումարային ընդհանուր թվի հաշվարկ չի իրականացվել, որովհետև այս հանցագործների դեպքում սա մեծ առումով պետական գույքի պետության դեմ ուղղված օրինակ հանցագործների դեպքում, երբ որ պետությանը վնաս է պատճառում կամ չգիտեմ համայնքին վնաս է պատճառում, այս դեպքում կոնկրետ թվային հաշվառում իրականացվում է, որովհետև սա կարևոր է, իսկ այս դեպքում եւս իհարկե ընտրակաշարքի հետ կապված ինքը կարևորություն է կազմում գործի հանգամանքի տեսանկյունից, բայց առանցին չի իրականացվում, բայց կա օրինակ դեպք, օրինակ անձի մոտից 10,000 դոլար հայտնաբերել, կա դեպք մի քանի միլիոն ենք հայտնաբերել, այդ թվերը կոնկրետ ես հիմա չեմ հիշում, որ հստակ ասեմ, բայց տարբեր չափերի են եղել դրանք։ Մեքենայի մեջից ենք հայտնաբերել անձը, օրինակ փախուստի է դիմել մեքենան թողել է, հետո համապատասխան դատավարական ընթացակարգով այդ ավտոմեքենան պահպանվել է, խուզարկության թույլտվությունը եղել է դատանի տված, խուզարկվել է ներկայությամբ եւ այդ հայտնաբերվել է ցուցակներ նաեւ շատ են այդ դեպքերը եւ այդ հետո արդեն իսկ հայտնաբերված ցուցակների փաստաթղթերի ուղղությամբ եւս շարունակվել են ապացողական եւ վարորդային գործողությունները եւ ներկայումս էլ 72 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, օրինակ այսօր էլ մենք 13 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ ենք ունեցել, որոնք նույնպես ելի վերաբերել են ընտրակաշարք տալու ստանալու դեպքերին։ Պաշտոնյաները միայն Դավիթ Ղազիմյանի անունն է շրջանառվում այս կոնկրետ գործով, չէ՞, բարձրաստիճան պաշտոնյաների մասին է խոսքը, կամ կուսակցության դեմքերի մասին։ Կուսակցության դեմքերի հետ կապված թեկնածուներ կան, շատ կան թեկնածուներ, որոնց մի մասը հենց ընթացիկ է հաղթահարվել, մի մասը արդեն իսկ падգամավորական մանդատ չեն ստացել եւ արդեն իսկ ընտրության ազգային ժողով ընտրելու հետ կապված արդեն իսկ որպես թեկնածու էլ անձնամխելիության ներքո չեն գտնվում եւ հանրային հետապնդումներ են հարուցվել նույնիսկ դրանից հետո, բայց կան թեկնածուներ, այսինքն էլի թեկնածուներ կան, որոնց մասին էլի հրապարակումներ եղել են եւ բացի հենց ձեր նշած անձից նաեւ կան այլ թեկնածուներ, որոնց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ Մյուս հարցը, պարոն Ասատրյան, ուզում եմ քաղաքացիական պայմանագրերին անդրադառնանք։ Ամբողջ քարոզարշավի ժամանակ լրագրողներն են բացահայտում քարոզարշավի ժամանակ, երբ որ լրագրողը մոտենում էր, հարցնում են, բացվում, չգիտեմ, բերվել են, իրենց ասել են կան, այս մասերով ընդհանրապես իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի խախտման մասով որևէ բարույթ կա օրս կամ ուսումնասիրություններ եղել են։ Նախ նշեմ, որ վարչական ռեսուրսի խախտումը հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների տիրույթում չի գտնվում։
Կոնկրետ անձանց հավաքի տանելը դրանք հակակոռուպցիոն կոմիտեին ոչ ենթակա հանցագործություններ են, բայց ընդհանուր կուսակցության մասով ես նշեմ, որ մենք ստացել ենք բազմաթիվ հաղորդումներ եւ տվյալներ, որոնց ուղղությամբ իրավական արձագանքն եղել է եւ համապատասխան միջոցներ ձեռնարկվել են եւ այստեղ կոնկրետ հանրային ընկալման տեսանկյունից, երբ որ մենք փորձում ենք իրավապահպանների գործունեությունը գնահատել, օրինակ քրեական վարույթ նախաձեռնել, չնախաձեռնելու կամ հանրային հետապնդումներ հարուցելու կամ չհարուցելու տեսանկյունից մենք չպետք է ընտրողաբար մի կուսակցության ընտրենք, ճիշտ է, դե քաղաքական հետաքրքիր է իրականում հանրությանը եւ լրագրողներին միանշանակ դա բնական է նաեւ որ իշխող ուժի մասը, բայց մենք պետք է ասենք, որ ընտրություններին մասնակցել են տասնյակից ավել քաղաքական ուժեր եւ 10-ից ավել քաղաքական ուժերի նկատմամբ հանրային հետապնդումներ չկան, նախաձեռնված քրեական վարույթներ չկան եւ պետք է այդ համատեքստում գնահատել, ոչ թե ընտրողաբար, եթե մենք ուզում ենք օբյեկտիվ արդյունք ունենանք, բայց ես հաստատապես կարող եմ ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում չկա ստացված որևէ քաղաքական դերակատարի, անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, կամ որևէ քաղաքական ուժի վերաբերյալ տվյալ, հաղորդում, ահազանգ, որը մնա անարձագանք, ստացած չլինի համապատասխան իրավական արձագանք եւ ձեռնարկված չլինեն համապատասխան միջոցառումներ եւ չլինի դրան հետեւած չլինի համապատասխան վարութային ակտ եւ հակակոռուպցիոն կոմիտեի այդ վարութային ակտերը չեն բողոքարկվել եւ եթե չեն բողոքարկվել եւ օրինական ուժի մեջ մտած վարութային ակտեր մենք ունենք, հետեւաբար դրանում ընդունված փաստերը պետք է ընդունենք այնքան, քանի դեռ այդ ակտը գործում է։ Այսինքն խոսում է դրանց փաստարկված լինելու մասին, պատճառաբանված լինելու մասին։ Եվ շփոթմունքը հետեւյալում է, շատ հաճախ իրավապահպանների գործունեությունը սա ընդունված սխալներից մեկն է, որ իրավապահպանների գործունեության աշխատանքի որակը գնահատվում է դիմողի ակնկալիքներով։ Այսինքն դիմողը ակնկալիք ունի, որ օրինակ X անձի նկատմամբ հանրային հետապնդում լինի։ Եթե չկա հանրային հետապնդում, հետեւաբար իրավապահպանի աշխատանքը կարելի է գնահատել ոչ որակով կամ, չգիտեմ, կանխակալ եւ այլն։ Ոչ, այստեղ իրավապահպանն ինչ պարտականություն ունի։ Ոչ թե պարտականություն ունի ցանկացած դիմողի ակնկալիք բավարարել, ոչ։ Պարտավոր է ցանկացած ահազանգի, հաղորդման, տեղեկության արձագանքել, ընտրողական մոտեցում չցուցաբերել անձի կամ դեպքի հետ կապված, օրենքի առջև հավասարության սկզբունքը հենց դա է ենթադրում եւ փաստերը ստուգել ոչ կանխակալ մոտեցմամբ եւ կայացնել իրավաչափ եւ օրինական որոշում։ Եվ դրանք կարող են բողոքարկվել, դա համապատասխան դատավարական ընթացակարգեր կան եւ դա նորմալ process է։ Իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումները եւս շատ դեպքերում ասում են օրինակ այս ուժի նկատմամբ իրականացվել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչու այս ուժի նկատմամբ չի իրականացվել կամ կներեք, այս անձի նկատմամբ իրականացվել է թե ոչ այս անձի նկատմամբ այո, այստեղ ցանկացած օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացվում է ստացված օպերատիվ տվյալի հիման վրա։ Քրեական վարույթը նախաձեռնում է համապատասխան հաղորդման հիման վրա, այսինքն քննիչը կամ օպերատիվ հետախուզական ստորաբաժան ծառայողը ընտրողաբար չի մոտենում, ասում օրինակ այս X անձի նկատմամբ իրականացնեմ, Y անձի նկատմամբ չիրականացնեմ, ոչ, ըստ ստացված տվյալի է իրականացվում օպերատիվ հետախուզական միջոցառում։ Եվ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքներով, եթե ստացվեց առերևույթ հանցանքի մասին բավարար տվյալներ, ներկայացվում է առերևույթ հանցանքի մասին հաղորդում։ Եթե ոչ, որովհետև շատ քաղաքական ուժեր կան, որոնց մասով եւս քրեական վարույթներ նախաձեռնված չեն, եւ մենք էլ ցանկացած հաղորդում ստացել ենք համայնքի ղեկավարի կողմից իշխող ուժի, ստացել ենք մարզպետի վերաբերյալ տվյալներ, տարբեր անձանց վերաբերյալ ենք ստացել եւ դրանց հետ կապված համապատասխան ընթացակարգեր է։ Ամենահայտնիներից կարող հիշեմ օրինակ Տավրոս Սափյանի հետ կապված քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում կա, որտեղ հստակ փաստարկված է թե ինչու բարեգործական արգելք այստեղ չի գործում, կա Տիգրան Ավինյանի հետ կապված, որովհետեւ այդտեղ տեսախցիկի նվեր տալու հետ կապված կար, որը նույնպես կա համապատասխան վարույթային ակտ եւ այն չի բողոքարկվել։ Այսինքն կողմը համաձայն է եղել այն փաստերի ու իրավական ակտի հիմնավորվածության փաստարկվածության հետ, որը որ կա։ Եվ այստեղ նաև հստակ այնտեղ պատճառաբանված է, թե ինչու վարույթին է, ինչու բարեգործական արգելքի խախտում չկա այստեղ։ Հակակոռուպցիոն կոմիտեն արտադրության նախարարին ուղղված գրության մեջ էլ էր նշել, միջնորդության մեջ, որ սա կրել է տարածքային ընդգրկվածությամբ համատարած բնույթ,
ընդ որում այդ սխեմաները դրսևորվել են նույնանման կամ էականորեն համանման մեխանիզմներով, որը թույլ է տվել եզրակացնել դրանց համակարգային բնույթ ունենալու մասին, որովհետև դրանք նույնանման մեխանիզմներով են դրսևորվել եւ գործել են բազմաստիճան միջնորդարված մեխանիզմներ, երբ որ ֆինանսական իրական աղբյուրը, ֆինանսի հերվածվել է ընտրակաշառք անմիջական բաժանողից, այսինքն կազմակերպիչը ընտրողի հետ անմիջական շփում չի ունեցել, ինչը թույլ է տրվել արդյունավետ կառավարել եւ հնարավորինս բացառել բացահայտման հնարավորությունը, այսինքն կամ նվազագույնի հասցնել բացահայտման հնարավորությունը։ Եվ երկրորդը մենք գործ ունենք կոռուպցիոն ընտրական հանցագործները լատենտային հանցագործության հետ, սա ինչ է խոսում լատենտային հանցագործություն ինչա նշանակում, այստեղ տեսեք հանցագործության երկու կողմերը, թե ընտրակաշառք տվող, թե ստացող, թե օժանդակող առասարակ, բոլորը շահագրգիռ են, որ հանցանքը չբացահայտի։ Այսինքն ակտիվ ազդակ այստեղ չկա։ Եվ հետևաբար սա քրեաբանության մեջ ընդունված է, որ լատենտային հանցագործության դեպքում վիճակագրական տվյալները իրական պատկերը չեն կարող ցույց տալ, որովհետև իրականում վիճակագրությունը ավելի քիչ է լինում այդ հանցանքը, ավելի քիչ է բացահայտվել, քան կա, եւ եթե այս տարածվածությունն անենք, կրել է համատարած բնույթ, ու եթե հակակոռուպցիոն կոմիտեն թիրախային, նպատակային, հետևողական պայքար չիրականացներ, ավելի մեծ ծավալները կլիներ։ Նաև այդ օրերին առավել ևս քարոզարշավի ժամանակ շատ նշվեց, թե ինչու է ընդհանրապես հնչում, թե որ կուսակցությունն է բաժանում։ Տեսեք, կուսակցության հետ կապված նույնիսկ մենք ստացել ենք գրություն, թե քաղաքական ուժի ներկայացուցիչի, թե շատ նաև քննարկման առարկա դարձավ նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրությունը, որը նաև Սահմանադրական դատարանում բարձրացվեց դրա մասին։ Տեսեք, քարոզչությունը առասարակ ընտրական օրենսգրքով ինչ է իրենց ենթադրում, որևէ գործողություն կամ ցանկացած գործողություն կատարելը, որը ի օգուտ կամ ի դեմ որևէ քաղաքական դերակատարի դիրքավորելն է։ Հակակոռուպցիոն կոմիտեն որպես անկախ նախաքննական մարմին հանցագործության թե բացահայտմամբ, թե կանխարգելմամբ որևէ կերպ քարոզչության հետ չի կարող նույնացվել եւ ոչ ասվածի տրամաբանական, ոչ լեզվաբանական, ոչ իրավական իմաստով որևէ կերպ չի կարող նույնացվել, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութերում ինչ է, հորդորում է զերծ մնալ ընտրակաշառքի տալուց, ստանալուց, ընդհանրապես կոռուպցիոն ընտրական սխեմայի մաս կազմելուց եւ այս դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն որ քաղաքական ուժին դեմ կամ կողմ քարոզչություն է իրականացնում։ Այստեղ քարոզչության մասին չի խոսքը, սա բացահայտման եւ կանխարգելման մասն է։ Իսկ կուսակցության վերաբերյալ տվյալները, դրանք քրեական վարույթով պարզված փաստական տվյալներ են, որոնք այլ փաստական տվյալների հետ հրապարակվել են կանխարգելման տեսանկյունից, որովհետեւ կանխարգելումն էլ պետք է լինի թիրախային եւ կոնկրետ, այսինքն անորոշ հրապարակումը, որը հասկանալի չի, որտեվ երբ որ կանխարգելում է իրականացվում, բնականաբար դա պետք է իրականացվի թիրախային եւ արդյունավետ, որտեվ նպատակը ոչ թե ինքնանպատակ կոնկրետ տեսանյութ հրապարակելն է, այլ կոնկրետ հանցանքը բացահայտելն է կամ կանխարգելելն է, դրանով կանխարգելելն է։ Այսինքն կանխարգելման պետք է լինի կոնկրետ, պետք է հասկանան ինչ հանցագործություն է տեղի ունեցել, ինչպես է հավաքագրումն իրականացվում, ինչ մեխանիզմներ են կիրառվել, ինչի վրա է իրավապահ մարմինը ուշադրություն դարձնում։ Եվ այստեղ մենք շատ որ խոսում ենք մեր տեսանյութերի հրապարակումով կանխարգելման մասին, ես շատ ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, կարևոր է դա, որ ոչ թե վերացական արդյունքի մասին ենք մենք խոսում, պատկերավոր ասում ենք կանխարգելման նպատակ, այլ գործնական դրսևորում է ունեցել։ Օրինակ, մեր տեսանյութերի մեկնաբանություններում շատ դեպքերում նույնիսկ հենց մեկնաբանություններում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հաղորդում կամ տեղեկություններ են հայտնել, օրինակ կոնկրետ մարզում, կոնկրետ անձանց կողմից ենթադրյալ կոռուպցիոն ընտրական հանցանք կատարելու մասին եւ հենց հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը հրավիրել են դրա վրա։ Ավելացել է թեժգից ծառայության հեռախոսազանգերը, ավելացել է առևոտ հանցանքի մասին հաղորդումների թիվը, ավելացել է օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից տվյալների ստացումը, առավել ակտիվ է սկսել համագործակցությունը, իսկ լատենտային հանցագործության դեմ պայքարում սա քրեաբանության մեջ ընդունված է, որ բացահայտումը դեռևս արդյունքի արդյունավետության մասին չի խոսքը, այստեղ կարևոր է
կանխարգելումը եւ հասարակության ներգրավումն է լատենտային հանցագործությանը, որտեղ ինքը միշտ թաքնված է մնում, ու այստեղ շատ կարեւոր է հասնել հասարակության հետ համագործակցությանը։ Եվ նաեւ մենք ունենք ձայնագրություններ, սրա մասին էլ նշեմ, որ հենց ձայնագրությունների մեր հրապարակման մասին են խոսում եւ շատ անձինք հրաժարվում են ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ նախկինում ունեցած պայմանավորվածությունից հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը լսելուց հետո նույնիսկ հորդորում են։ Ունենք ձայնագրություններ, երբ որ մեր հրապարակումներից հետո օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ստացված ձայնագրությունների մասին է խոսքը, երբ որ մեր հրապարակումից հետո կոնկրետ հանցանքի կատարման մեխանիզմը փոխվել, երբ որ կոնկրետ անձանց են սկսել ներգրավել, ովքեր նախընտրական գործընթացների կամ շտաբի գործունեության հետ կապ չունեն, օրինակ X անձը ներգրաված է քաղաքական գործընթացների մեջ, իր եղբորը, քրոջը ներգրավել է այդ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ, կամ օգտագործել է երրորդ անձանց ավտոմեքենաներ ընտրակաշառքը բաժանելու կամ բարեգործական արգելք կատարելիս այդ անհատույց կամ արտոնյալ պայմանով տրվող գույքը տրամադրելու համար, օգտագործել է երրորդ անձանց տրանսպորտային միջոցներ, կամ օգտագործել է այլ երկրի բանկային քարտեր, որը թույլ կտար խուսափել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի վերահսկումից, կամ ընտրվել են քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես կապ չունեն քաղաքական գործընթացների հետ, եւ նրանց անվամբ է գումարը փոխանցվել եւ այդ գումարը հետո կանխիկացվել եւ բաժանվել է որպես ընտրակաշառք։ Այսինքն այս ձայնագրությունները տվել են կոնկրետ կանխարգելման տեսանկյունից գործնական արդյունք եւ բնականաբար նաև իրավական նպատակ են հետապնդել, սա հրապարակայնության, հասարակության միջև հաշվետվողականության նպատակ է հետապնդել։ Մենք եթե անունը չհրապարակվել, ում հասկանում բարույթին կխանգարեր, կդժվարացներ։ Տեսեք, անորոշ հրապարակումը, երբ որ տեսեք օրինակ, երբ որ անորոշ հրապարակումը, օրինակ Հայաստանի Հանրապետությունում ենթադրյալ բաժանվում է ընտրակաշառք։ Տեսեք, օրինակ քաղաքացու մասով, այն քաղաքացին, որ ներգրաված է ինչ-որ process-ի մեջ, որևէ կերպ իրեն չի վերագրելու եւ չի հասկանում։ Այն արդյունքը կանխարգելման տեսանկյունից չէր կարող ունենալ։ Այսինքն դա կլիներ ուղղակի ինքնանպատակ հայտարարություններ, որովհետեւ մենք բացի այդ տեսագրություններից, օրինակ բազմաթիվ տեքստային հաղորդագրություններ ունենք, որտեղ որևէ մեկի անուն չի տրվել, եւ այստեղ շատ է խոսում նաեւ անմեղության կանխավարկածի մասին, բայց անմեղության կանխավարկածը դա առաջին հերթին պետության վերաբերմունքն է անձի նկատմամբ։ Չկա մի հրապարակում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կատարված, որտեղ կոնկրետ անձի տվյալ նշված լինի եւ այդ տեսագրություններում անձի մեղավոր լինելու վերաբերյալ վերջնական գնահատական տրված լինի իրավական։ Հենց այդ տեսագրությունները, որոնք հրապարակված են, հենց այդ տեսագրություններում խոսքը արդեն իսկ պարզ է, որ եւ այն կոնտեքստի մեջ եւ հրապարակման մեջ պարզ, որ դրանք ստացված տվյալների, դեռևս նախաքննության, պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ են։ Եվ այստեղ որևէ մեկի մեղավոր լինելու վերաբերյալ վերջնական գնահատականների մասին խոսք չկա, եւ բացի այդ նաեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է ենթադրում, որ յուրաքանչյուր ենթադրյալ հանցանք կատարած անձ պետքա կրի եւ գիտակցի ռիսկը, որ իր կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ որոշակի տվյալներ կարող են հանրայնացվել։ Եվ նույնիսկ կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից վճիռ այդ մասով, եւ սա նպատակ է, այստեղ պետք է մենք հասկանանք, որքանով է հանրային շահը մասնավոր շահի հետ հավասարակշռման հակակշռման մեջ, որն է ավելի կարևոր։ Արդյոք կարևոր է, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորի այդ զրո հանդուրժողականության մթնոլորտը։ Եվ շատ հաճախ շեշտադրումը կատարվում է հենց տեսանյութերի վրա եւ ստվերվում է հակակոռուպցիոն կոմիտեի նաեւ այն լայն հանրային միջոցառումները, որոնք իրականացվել են էլի կանխարգելման տեսակետից, որտեղ մենք ունենք բազմաթիվ հաղորդագրություններ, եւ որ տեքստային տեսքով ասում ենք, որ պետքա զերծ մնալ ընտրակաշառքից եւ եկեք ասենք ոչ ընտրակաշառքին, եկեք զրո հանդուրժողականություն դրսևորենք դրա նկատմամբ, եկեք այդ մթնոլորտը ձևավորենք։ Մենք ունենք անիմացիոն տեսահոլովակներ, արհեստական բանականության գործիքակազմով պատրաստված տեսանյութեր, որտեղ նույնպես խոսում ընտրակաշառքի, ընտրական կոռուպցիոն հանցագործների մասին, ընդ որում դրանք միայն չեն հրապարակվել ընտրակաշառքով։ Դրանից նախորդող ժամանակահատվածում պաշտոնական լիազորությունների չարաշահման, դպրոցաշինության, ճանապարհաշինության ընթացքում լիազորությունները չարաշահելով պետական գույքի վատման հետ կապված տեսահոլովակներ են հրապարակվել։ Ներկայումս այդ եթե հետևեք հակակոռուպցիոն կոմիտեի էջին,
այս նույն տեսանյութները, նույն ձևաչափի մեջ հրապարակվում են նաև այլ հանցագործների հետ կապված, որովհետև հակակոռուպցիոն կոմիտեն, որ վերլուծել է իր 6 ամսյակի արդյունքները, 2 ամսյակի արդյունքները, տեսել է, որ գործնական մեծ արդյունք է ստանում կանխարգելման տեսանկյունից։ Շատ մեծ արդյունք է տվել այդ տեսանյութերը եւ արդեն իսկ հաշվետվողության հետ կապված օրինակ 6 ամսյակի աշխատանքի ամփոփման տեսանյութ հրապարակում ստուգման գործողությունով պարզվել է, որ այդ գումարը փոխանցվել է նախ մինչև այդ գործընթացը տեղի ունենալը, ուղղակի հրապարակումն է եղել ավելի ուշ, այսինքն այստեղ գումարը փոխանցվել է այդ մինչև նախընտրական գործընթացը, իսկ բարեգործության արգելքը կոնկրետ ժամանակահատված է ենթադրում իրենից, հստակ դա ազգային ժողովի ընտրություններ նշանակելու մասին նախագահի հրամանագին ուժի մեջ մտնելուց մինչև ազգային ժողով միջի ընտրություններ, այսինքն կոնկրետ ժամանակահատված կա այնտեղ նշված, որ բարեգործության արգելք չի կարելի իրականացնել։ Նաև այստեղ շատ կարևոր է այդ կուսակցության անունից իրականացնելը, թեկնածուի անունից իրականացնելը, որովհետև ի պաշտոնե կարող է անձի իր գործառույթներն իրականացնի։ Այս դեպքում եթե օրինակ քաղաքի օրինակ բերեմ քաղաքի մասով օրինակ ցանկացած Երևան քաղաքի կամ Հայաստանության մեկ այլ քաղաքի տեսեք օրինակ քաղաքապետարանի աշխատակիցները օրինակ կոմունալ տնտեսություն իր գործառույթներն իրականացնում է, չէ՞։ Եթե մենք իր գործառույթները իրականացնումը որակենք բարեգործության արգելք, հետեւաբար պետքա այդ ամբողջ process-ի ընթացքում կտևի մի ամիս, 2 ամիս, այդ ընտրական process-ը ոչ մեկ պետքա աշխատանք չիրականացնի։ Սկսած աղբահավաքությունից պետքա աղբահավաքություն տեղի չունենա։ Սկսած այն ծրագրերից, որոնք նախորոք հաստատվել են, բյուջեով է նախատեսված եւ դա գործառույթներից է բխում այդ պաշտոնյայի ի պաշտոնե գործառույթն իրականացում եւ դա իրականացվում է համայնք ավականով որոշմամբ հաստատված բյուջեով եւ այլն ոչ թե որպես X անձ ասում ես կուսակցության թեկնած եմ սա իմ կողմից եմ անում կամ իմ անունից եմ դա անում համայնքին դա ուրիշ դեպք է բայց եթե համայնքի ղեկավար իրականացնում է այն ինչ որ նախապես հաստատված է եղել ծրագրով այդ չես կարող որակես որպես բարեգործական արգելք որովհետեւ հանցակազմի դիսպոզիցիան այլ բանի մասին է իսկ այն հանցակազմը այլ բանի մասին է եւ հետեւաբար այս տիրույթում նշանակում է որևէ մեկը պետք է իր օրենքով սահմանված գործառույթները չիրականացնի այդ ժամանակահատվածում վերջինը ուզում եմ կենսաթոշակներին անդրադառնանք դա արդյոք նախընտրական այսպես ասած խոստում էր խախտում էր կենսաթոշակների բարձրացումը Այս մասով կենսաթոշակների բարձրացման մասով մենք առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ կարծում եթե չեմ սխալվում չենք ստացել հիմա հստակ չեմ հիշի բայց եթե չեմ սխալվում մենք չենք ստացել դրա մասին սա եւս նախատեսված ծրագիր է բյուջեով որը նախապես խոստում է եղել եւ իրականացվել այսինքն սա էլի գործառույթի մասին է կոնկրետ որևէ անձի կենսաթոշակով եթե կան տվյալներ որ կոնկրետ որևէ անձի նման տվյալ ես չեմ լսել որ կա որ կենսաթոշակը բարձրացնում ենք պետք է ընտրես այսինչ կուսակցությանը եւ այստեղ արդյոք բոլորս համոզված ենք որ ում կենսաթոշակը բարձրացել է հաստատապես ընտրել է այն կուսակցությանը ում իշխանության օրոք այդ կենսաթոշակը բարձրացել է ոչ չէ այսինքն իսկ ինչ է ենթադրում ընտրակաշառք ինստիտուտը որ գումարը տալուց առաջ նախ պետքա լինի նախապայման ես քեզ տալիս եմ գումար սա իմ առաջարկն է որ դու պետքա ընտրես կոնկրետ X կուսակցության եւ խոստումը որ այո դու կտաս ինձ որևէ առավելություն տվյալ դեպքում ցանկացած առավելության տեսքով եւ ես կընտրեմ քեզ եւ հետեւաբար զուտ գործառութային պարտականություններն իրականացնելը իրեմ ասում չի կարող որակվի այդ հանցակազմի դեպքում եթե այլ փաստական հանգամանքներ չկան իսկ այլ փաստական հանգամանքներ չկան իսկ իրավա հանրային հետապնդման համար քրեական արդարադատության համար եւ ցանկացած կլինի սահմանադրական արդարադատություն եւ այլն ենթադրությունների, սուբյեկտիվ ընկալումների, գնահատողական կատեգորիաների վրա հնարավոր չի հենվել։ Պետք է այդտեղ լինեն միայն հավաստի ապացույցներ, փաստեր եւ երբեք որևէ դատավարության մեջ եզրահանգումները չեն կարող փոխարինել ապացույցներին, որովհետեւ սա իրավունքի մասին, իրավաբանության մասին խոսք չի լինի։ Որտեւ եթե խոսում ենք արդարադատության մասին, պետք է լինեն պարտադիր հավաստի տվյալներ եւ ապացույցներ եւ հենց այդ փաստական տվյալների բավարար ամբողջություն խոսելու այս անձի կողմից կամ որևէ անձի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ, այսինքն բավարար ամբողջություն, որոնք կվկայեն, որ անձը կատարել է ենթադրյալ որևէ հանցագործություն։